բոլշևիզմը, բոլշևիկյան ոչնչացնող ձեռագիրը, որ ասպատակում է ամեն ինչ, մեր ինքնությունը, ես այս ամբողջը նրա մեջ եմ տեղավորում։ Վարչապետ Փաշինյանի թիմը գործնական քայլերի է անցել, որ Մայրաթորի հիմնադրած շողակաթը զրկվի հանրային հեռարձակման հնարավորությունից։ Իշխանական падգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են փոխել օրենքը, որ հանրային հեռարձակողների պարտադիր նվազագույն քանակը 3-ից 2 դառնա։ Մենք կարգավորում ենք հնարավորինս մեղմ եւ ճկուն կարգավորում ենք տալիս, որպեսզի հանրային հեռարձակողի խորհուրդը եւ կառավարությունը բյուջետային ֆինանսավորմամբ կարողանան ավելի ճկուն լինել իրենց որոշումների մեջ, առնվազն 2 հանրային հեռարձակող կլինի։ Պետական միջոցների հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու հոգևոր մշակութային ու կրթական շողակաթը։ Գրականագետ Ղազարյանն ու նախկին լրագրող Գաբրիելյանն իրենց հեղինակած նախագծում հիմնավորել են, թե 3-ի դեպքում որակը ցածր է, եթե հատկացվող գումարը 2-ին տան, ապա բյուջեի միջոցներն ավելի արդյունավետ կծախսվեն։ Նշել են, թե կրթական մշակութային ծրագրերի դիտումները ցածր են, թե ինչ ցուցանիշների հիման վրա են падգամավորները սա պնդում, նախագծում տվյալներ չկան։ Եվրոպական փորձի հաջողության մասին էլ են նշել, առանց կոնկրետ օրինակների։ Հիմնավորում են, որ դա բեռ է պետության համար, բայց այդ բեռան ուղիղ կեսը ստանձնել է Մայրաթորը։ Եվ մի ինֆորմացիա ասեմ, որ շողակաթ հեռուստաընկերության արտադրանքը տարեկան 600,000 դրամով է տրամադրվում ալիքին, հանրային ալիքին, այսինքն ամսական դա կազմում է 50,000 դրամ։ Փաշինյանի թիմակիցների հիմնավորումը շողակաթ հեռուստաընկերության տնօրենին չի համոզել, ինչ ցուցանիշների հիման վրա են նշել ցածր դիտումների մասին, ինչ վերլուծությամբ են առաջնորդվել, հարցնում է Մանյա Ղազարյանը, որ նախագծում ոչ մի փաստարկ չի գտել։ Մի կողմից ասում է կրթության կարևորությունից են խոսում, մյուս կողմից կրթական մշակութային հեռուստաընկերության դեմ պայքարում։ Հիմա երկրում լայնորեն իրականացվում է կրթությունը նորաձև է շարժումը եւ այդ դեպքում ինձ համար մի քիչ անդրամաբանական է, որ հանրային հեռարձակողի տիրույթից հանվում է մշակութային ալիքը։ Իսկ չի լինի 206 միլիոնն էլ տանքը մեկին, ինքը հարստացնի իր մշակութային կրթական բազան հաղորդումների ավելի շատ պրոդուկտ տա եւ օրինակ այդ շողակաթի հարցը փակենք ընդհանրապես։ Շողակաթի հարցը փակելու թեման իշխող քաղաքացիական պայմանագրում սրվեց Բագրատ Սրբազանի շարժումից հետո։ Հենց այդ օրերին էլ ԿՊԱ-ականները ազգային ժողովում ուղիղ ու բաց քննարկեցին Մայրաթորի ֆինանսավորմամբ գործող հեռուստաընկերության նպատակահարմարությունը։ Ինձ համար ավելի քան ակնհայտ է, որ սա հաշվեհարդար է եւ վրեժխնդրություն։ Ինչ է արել եկեղեցին, որպեսզի նրա դեմ հաշվեհարդար տեսնենք։ Ըստ էության փակման լրատվամիջոց, բայց մի բան ունի բոլշևիզմ, սա ԿՊԱ-ական բոլշևիզմ է։ Թիրախավորված է հենց հատկապես շողակաթ հեռուստաընկերությունը, հեռուստաընկերություն, որը ասոցացվում է կամ կապված է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ 15 տողանոց հիմնավորումը ազգային ժողովի կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանին էլ չի համոզել։ ԿՊԱ-ականները գործի են անցել Փաշինյանի կարգադրությամբ, փորձում է վրեժ լուծել իր քաղաքականությունը քննադատող Մայրաթորից, պնդում է Հայաստան խմբակցության падգամավորը, որ որևէ փաստարկված հիմնավորում չի գտել հանրային հեռարձակման տիրույթից շողակաթը հեռացնելու նախագծում։ Բայց որևէ հիմնավորում, իրական հիմնավորում, թե ինչու այս կամ այս հաղորդումների որակը, որ պիտի բարձրացնեն, ինչն է մեկնակետ հանդիսացել, ինչ վերլուծության վրա, կարիքների ինչ գնահատում է իրականացվել, որոնք են ներկա ռիսկերը, բացարձակապես այսպես մտապատկերացումներ, մտասևեռումներ, նախադասություններ եւ տողեր եւ գնահատականներ, որոնք հիմնազուրկ են։ Կառավարությունն անցած շաբաթ հաստատեց նախագիծը։ Ազգային ժողովում կքննարկվի առաջիկայում։ Եթե օրենքն ընդունվի, կառավարության կամքից կախված կլինի շողակաթի հեռարձակվելը։ Փող չեն տա, եթերից կզրկվի։ Իշխանականների նախաձեռնության քաղաքական մոտիվներից հեռուստաընկերության տնօրենը չի ցանկանում խոսել։ Ես ուրախ եմ, որ հանրային հեռարձակողի խորհուրդը իր կարծիքը հայտնել է դրա բացասական այս նախաձեռնության եւ ճիշտ հիմնավորումներով,
որի համար շնորհակալ ենք։ Այս փոփոխության դեպքում մշակութային ու կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու, դիրքորոշում է հայտնել հանրային հեռարձակողի խորհուրդը։ Ու եթե այդ բովանդակության ստեղծումն ու տարածումը հանրային հեռուստաընկերությանը վերապահեն, ավելի շատ միջոցներ պետք է հատկացնեն։ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարևորել է մշակութային ուղղվածության առանձին ծրագրի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով։ Այդ հեռուստաալիքը կարող է հետո, քանի որ ինքը ունի ենթակառուցվածք, կոնտենտ, աշխատակազմ, տեխնիկա, ինքը դիմել, երբ որ սլոտ կազատվի եւ դիմել որպես մրցակից մնացած հեռուստաալիքների եւ եթե բավականաչափ մրցունակ լինի, ինքը հաղթահարի շեմը եւ դառնա մուլտիպլեքսի ալիք, որը հանրային միջոցներով չի ֆինանսավորվում, այլ միայն հանրային ենթակառուցվածքից է օգտվում։ Պատգամավոր Ղազարյանը, որ նաև Մայրաթորից ֆինանսավորվող հեռուստաընկերության բովանդակությունը համարում է կրոնական ու խտրական, խնդիր չի տեսնում հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում։ ՀՄԷԿ-ի սփռած բովանդակության օբյեկտիվության ու անաչառության վերաբերյալ կասկածներ չունի։